Առավոտյան ժամը 7:10-ից ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել, թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։ Ադրբեջանա-թուրքական հերոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են։ Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են։ Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով։ Նրանց նպատակը հայությունն է։ Նրանց նպատակը հայոց ցեղասպանության, իրենց քաղաքականության շարունակություն։ Occupation, military occupation. 16 րոպեում 11 անգամ մեզ օկուպանտ է անվանում Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից։ For many years I spoke Տարիներ շարունակ ես այս ամբիոնից խոսել եմ Ադրբեջանին պատուհասած ողբերգությունների, ագրեսիայի, օկուպացիայի եւ անարդարության մասին։ Today I will speak about Այսօր ես կխոսեմ հաղթանակի եւ խաղաղության, Ադրբեջանի պատմության նոր դարաշրջանի մասին, այն մասին, թե ինչպես մենք պատերազմով վերջ դրեցինք օկուպացիային եւ քաղաքական միջոցներով ապահովեցինք խաղաղություն։ peace by political means. Խաղաղությունը, խաղաղություն է խաղաղության։ Ի տարբերություն Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահը խոսում է բացառապես պատերազմով պարտադրված խաղաղության մասին։ Azerbaijan has entered a new era. Ադրբեջանը մտել է նոր դարաշրջան։ Մենք հաղթել ենք եւ պատերազմում, եւ խաղաղության բանակցություններում։ Մենք վերջ ենք դրել օկուպացիային, արդարությունը հաղթանակել է։ Sovereignty has been consolidated. Ու շարունակում է հաղթել Ալիևը։ Հիմա էլ հավանաբար պատրաստվում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս ինչ գործ ուներ։ Խաղաղություն հաստատելը դա հայկական կողմի ձեռքերում է եւ դրա միակ արժանապատիվ եւ էֆեկտիվ ճանապարհը դա հայկական բանակի Արցախյան բանակի հզորացումն է եւ ես խաղաղության հանդեպ եւ նաեւ հայրենիքի հանդեպ զգացած իմ մարդկային եւ քաղաքացիական պարտքից ելնելով որոշել եմ հնարավորինս չափով նպաստել այդ խաղաղության ճանապարհին եւ հայկական բանակին այս հարցում։ Սա է որոշումը, բայց ես ուզում եմ ասել, որ մեր եթեր մտնելու առիթ այն չի, որ մենք գլուխ գովանք, որ վարչապետի տղան պատրաստվում է մեկնել սովորական հիմունքներով ծառայության եւ պատրաստվում է դիմում գրել եւ ինքնական ծառայությունը անցկացնել Արցախում։ Այս նախաբանը ես կարևոր համարեցի հետևյալը հայտարարելու համար, ես այսօր ուզում եմ կոչով դիմել արտերկրում գտնվող մեր բոլոր զորակոչիկներին, ում 18 տարին լրացել է եւ 27 տարին չի լրացել եւ նրանք այս ընթացքում պետք է բանակ մեկնեին ծառայելու զինված ուժերում եւ չեն ծառայել։ Ես ուզում եմ մեր բոլոր այդ հայրենակիցներին, իմ եղբայրներին նրանց ծնողներին, նաև նրանց ծնողներին, տվյալ դեպքում իմ եղբայրներին եւ քույրերին կոչ անել, որպեսզի նրանք ապահովեն, որ բոլոր այդ տղաները առաջիկայում մինչև առաջիկա 10-15 օրվա ընթացքում, 20 օրվա ընթացքում վերադառնան Հայաստան եւ մեկնեն ժամկետային զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարեն հայրենիքի առաջ։ Եթե մեղավորը կառավարությունը, մեղավորը նաև ժողովուրդը, որտեղ այդ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։